Ողջունում եմ բոլորին, այսօր ես պատրաստելու եմ հավի կրծքամսով պիրոգ, թխուկ, այսպես ասեմ հայերեն, դրա համար այստեղ արդեն ինձ մոտ թասիկի մեջ 500 գրամ մաղած ալյուր է, ուրեմն 500 գրամ մաղած ալյուրին ես ավելացրեցի 250 գրամ կարագ, հիմա այսպես տրորում եմ կարագը ալյուրի մեջ, կարագը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, կարող եք մարգարին էլ ավելացնել։ Լավ տրորում ենք, որպեսզի դառնա արդեն փշուրի նման, խորիզի նման, այսպես ասեմ։ Հիմա այսպես փոսիկ ենք անում, և այս փոսիկի մեջ պիտի ավելացնենք 2-3 ճաշի գթալ թթվասեր և 1 ձու։ Հիմա ավելացնում եմ այսպես 3 ճաշի գթալ թթվասեր, մեկ ձու, ինչպես ես միշտ ասում եմ, ձուն պարտադիր պետք է լինի լվացած։ Հիմա ձուն ու թթվասերը մի հատ հարում ենք իրար հետ։ Հիմա ավելացնում եմ 1,5 թեյի գթալ սոդա։ Խառնում եմ և հիմա խմորը կհունցեմ արդեն։ Ընթացքում եթե հարկավոր եղավ, կավելացնեմ նորից ալյուր։ Մեջ ավելացնում ենք նաև 1 պտղունց աղ, փոքր էլ, և հունցում ենք այնքան, մինչև ամբողջ խմորը հավաքվի և դառնա մեկ ընդհանուր գունդ։ Ինքը մի քիչ պնդոտ է սկզբնական ժամանակահատվածում լինում, հետո դառնում է շատ լավ, փափուկ, ձեռքերին չկպչող խմոր։ Ուղղակի այս էտապում մի քիչ ջանք է պահանջում։ Նայեք, արդեն ինքը հավաքվեց, շատ լավ, մինչև անգամ նայեք, հեսա մի քիչ էլ հունցեմ թասիկի մեջ ոչինչ չի մնա, լրիվ կհավաքվի։ Ահա և վերջ, խմորը պատրաստ է, հիմա կես ժամ թողնում եմ հանգստանա, իսկ այդ ընթացքում պիտի միջուկը պատրաստեմ։ Հիմա ծածկեմ թաղանթով, ծածկեցի, հիմա թողնում ենք կես ժամ հանգստանա։ Մինչև խմորը հանգստանա, կպատրաստենք միջուկը, դրա համար վերցնում եմ կես գլուխ սոխ, մանր կտրատում եմ, հիմա սա արդեն կտրատեցինք, այսպես թողնում ենք մի կողմ, հիմա պետք է կտրատեմ ուրեմն գազարը, սկզբից այսպես շերտատում եմ, հիմա այսպես դնում ենք և բարակ ու երկար կտրատում։ Արդեն գազարն էլ կտրատեցի, պատրաստ է գազարը, սա էլ ենք տեղափոխում այս մատուցարանի մեջ, պիտի թելատեմ հավի խաշած արդեն կրծքամիսը,
կտրեմ, բաժանեմ 4 մասի, որպեսզի ավելի հեշտ թելատվի թխել։ Ну, այսպես թելատում եմ հիմա ես։ Ահա, ամբողջ ուրեմն կրծքամիսը հավի արդեն թելատեցի։ Այսպես, հիմա ինչ պիտի անենք։ Հիմա պիտի սոխարած անենք, ուրեմն սոխարած ենք անում, վրան ավելացնում ենք գազարը, մի թեթև գազարն էլ, որ ձիթայողի մեջ հանգչի, ու ամբողջ զանգվածը կավելացնենք հավի թելատած կրծքամիսին։ Մինչև սոխարածը տապակվում է, հիմա մանր կկտրատեմ համեմը, որպեսզի ավելացնեմ միջուկի վրա։ Սոխարած արդեն լավ տապակվել է գազարի հետ միասին։ Հիմա այստեղ ավելացնում ենք թելատած հավի կրծքամիսը համեմի հետ միասին։ Ավելացնում եմ սև պղպեղ, աղացած։ Եվ խմելի սունելի, շատ քիչ, ու խառնում։ Աղ ինչի չեմ ավելացնում, որովհետև արդեն կրծքամիսը խաշելուց ավելացրել եմ աղ։ Վերջում կհամտեսենք, եթե աղի կարիք կլինի, կավելացնեմ։ Նայեք ինչքան գեղեցիկ եղավ, շատ էլ համեղ է ստացվում։ Ու արդեն միջուկն էլ է պատրաստ, կդնենք մի կողմ, կանցնենք արդեն խմորին։ Ահա եւ վերջ, միջուկը պատրաստ է։ Հիմա վերադառնանք մեր խմորին։ Մեր խմորը արդեն 30 րոպե հանգստացավ։ Նայեք, ինչ փափուկ խմոր է ստացվել, շատ փափուկ։ Խմորը այսպես երկարուկ գլանաձև սարքենք, որպեսզի բաժանենք մասերի։ Եվ ամեն մի մասը գնդենք։ Նայեք, անգամ ձեռքերին չի կպչում, հրաշալի խմոր է, հրաշալի։ Այնքան հաճելի է այս խմորի հետ գործ ունենալը։ Հիմա մի փոքր ալյուր ենք անում, որպեսզի խմորը բացենք։ Երկարուկ ենք բացում խմորը։ Այս չափով բացում ենք ուղղանկյունաձև։ Հիմա նորից մի հատ խառնեմ մեր միջուկը։
Եվ աչքաչափով պիտի բաժանենք մեր միջուկը 4 հավասար մասի, ու այսպես, և 1/4 մասը, այսպես դնում եմ, մեջ տեղից մի փոքր այն կողմ, և այստեղ այսպիսի գործիք ունեմ, նոր եմ ձեռք բերել անկեղծ ասած, դեռևս իր հետ ճիշտ աշխատելու ձևն էլ չգիտեմ, հիմա կփորձարկենք։ Ինքը ուրեմն օզորներ է անում։ Հիմա այս հատվածը Եղեցիք, բերում ենք այս հատվածի վրա։ Վերևի հատվածները այսպես ամրացնում ենք։ Եվ սա էլ արդեն մի կողմ ենք դնում, նայեք ինչ գեղեցիկ է ստացվել, նայեք թխվելուց ինքը կբացվի, նայեք ինչ հետաքրքիր ուզոր է ստացվում։ Եթե թխելու եք նույն պահին, կարող եք ուրեմն թխել նախապես տաքացրած ջեռոցի մեջ 200-220 աստիճան։ Նայեք ինչ հետաքրքիր բացվում է։ Եվ անպայման վրան ձու պիտի քսեք, նոր թխեք։ Կամ այսպես ինչ որ մի հարթ բանի վրա տեղադրեք, դրեք սառցախցիկում թող սառի, հետո կփաթաթեք փայլաթիթեղի մեջ և սառցախցիկում կպահեք։ Ահա այս գեղեցկությունները պատրաստի ունենում ենք սառցախցիկում, երբ տունը հյուր է գալիս, անսպասելի, կարող ենք միանգամից հանել և թխել։